Հայոց աշխարհի արևելյան հատվածը 16-րդ դարի սկզբներից գտնվում էր շահական Պարսկաստանի իշխանության ներքո։ Տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ ապրող Պարսկաստանում ամբողջ հայ ժողովուրդը, շինականները, մելիքները, վաճառականությունն ու հոգևորականությունը հեծում էին պարսկական ծանր լծի տակ։ Հենց այս դժվարին ժամանակներում է, որ ասպարեզ է գալիս հայ ժողովրդի երևելի դեմքերից մեկը։ Նրա անվան հետ է կապված 17-րդ դարի վերջի եւ 18-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական շարժման զարթոնքը։ Հայկական պետականության անկումից հետո հայ ժողովրդի պատմությունը ամբողջությամբ կարելի է անվանել հայ ազատագրական պայքարի պատմություն։ Ազատագրական պայքար, որը չընդհատվեց մինչև 19-րդ դարի վերջերը 20-ի սկզբները եւ որը պսակվեց 1910 թվականին հայկական պետականության հռչակումով։ Այս հսկայական ժամանակահատվածը մեր ժողովրդի լավագույն զավակները երբեք չկորցրեցին հույսը երբևիցե հայկական պետականության վերականգնման վերաբերյալ։ Մշակեցին ծրագրեր, կատարեցին դիվանագիտական բանակցություններ, եվրոպական երկրներ ուղարկվեցին առաքելություններ։ Այս երկար ու ձիգ դարերի ընթացքում մի անուն կա, որը թանկ եւ հարազատ է բոլոր անունների հետ միասին, սակայն որը նորարարություն, որը գլխիվայր շուր տվեց անծրագիր, անկազմակերպ բանակցությունները Եվրոպայի եւ այլ երկրների հետ եւ հայ ազատագրական շարժումը դրեց ավելի կազմակերպված հունի մեջ։ Բոլոր անունները բան են, հիշարժան են, բոլոր անունները մեզ համար թանկ են եւ հարազատ, բայց այս մի անունը, խոսքը վերաբերում է Իսրայել օրու անվանը, նորովի, նոր ոգի, նոր շունչ հաղորդեց հայ ազատագրական պայքարին։ Իհարկե, օրից հետո նրա գծած շառավեղով գնացին ուրիշները։ Գնացին եւ հետագա սերունդները մինչև որ հնարավոր դարձավ Հայաստանի ազատագրումը։ Իսրայել օրու ծննդյան մոտավոր ժամանակը համարվում է 1659 թվականը։ Ծննդավայրի հետ կապված կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն օրին ծնվել է Պրոշյանների նստավայր հիշատակվող Սխկունք կամ նրանից ոչ հեռու գտնվող Մարտիրոս գյուղում։ Իսկ Լեոն գտնում է, որ օրու ծննդավայրը Պրոշյաններին պատկանած Շահպոնքն է։ Իսրայել օրին որդին էր Սիսյանի Մելիք Իսրայելի, դեռևս փոքր հասակից, տարվել էր հայրենասիրական գաղափարներով եւ ներշնչված խորենացու հայոց պատմությամբ, ինչպես նեվազդագրական պայքարի շարժման նշանավոր դեմքերի, հատկապես հին շրջանի հայոց թագավորությունների պատմությամբ, որոշեց վերականգնել հայկական թագավորությունը։ Հետաքրքիր է օրու բացատրություն, ասիկ օրի անվանման բացատրությունը։ Աշոտ Հովհաննիսյանը իր աշխատության մեջ դրվագներ հաջորդ ազատագրական պայքարի պատմությունից երկրորդ հատորում բերում է տարբեր տվյալներ եւ աղբյուրագիտական տեղեկություններ, ինչպես նաեւ Եզյանի հայտնի, որը Իսրայել օրու պատմության նաև հեղինակներից էր Պետրոս Առաջինի Կասպիական արշավանքի հատուկ աշխատություն գրեց դրա մասին եւ լավ ուսումնասիրել էր աղբյուրները, բացատրում է Յավրի անունից, Յավրի հնչեղության անունից, որը ֆրանսերեն դառնում է Ավրի եւ այստեղից էլ օրի անվանումը։ Համենայն դեպս Իսրայել օրին իր հետագա հիշողություն բաների մեջ փաստաթղթերի նշում է օրի անվանումը։ Իսրայել օրին զուրկ է եղել թե ծննդավայրում, թե Եվրոպայում հիմնավոր ուսում ստանալու հնարավորությունից։ Սակայն Եվրոպայում դեգերելու տարիներին բազմապիսի գործնական շփումների ու կուտակած փորձի շնորհիվ նա ձեռք է բերել խորը մտածելու եւ կուռ տրամաբանելու ունակություն։
Այս ամենը հնարավորություն տվեց նրան լուրջ ու լայնածավալ գործունեություն ծավալել քաղաքական ոլորտում։ Իսրայելի մասին բնականաբար չափազանց շատ է գրվել։ Չափազանց շատ են Իսրայելի վերաբերյալ տարակարծությունները, գեր քննադատությունը եւ գեր հիացումը նրա անձի եւ գործի նկատմամբ։ Եվ այս մի բան է միայն վկայում, որ այդ մարդը, այդ անձը, հայազարական շարժման այս գործիչը իրոք որ պետք է լիներ մեծ, որովհետեւ այսպիսի տարակարծությունների եւ այսպիսի տեսակետների հանգեցներ։ Նախ ասեմ, որ մինչև 17-րդ դարի 70-80-ական թվականները հայրականություն Իսրայելորեն չգիտեր։ Մարդ, որը իրեն ամբողջությամբ նվիրեց հայազարական շարժմանը, իր անունը եւ գործը այդ ժամանակների հայրականությանը ծանոթ չէր։ Իսրայելի մասին առաջինը խոսեցին գերմանացի պատմաբանները Յուխենի արքայական դիվանից հայտնաբերելով փաստաթղթեր եւ հրատարակելով, որի միջոցով հայ իրականությունը իմացավ, ծանոթացավ, որ եղել է այսպիսի մեկը Իսրայելի անունով եւ որը եղել է Հայաստանի ազատագրության մեծագույն գործիչներից մեկը։ Իսրայել օրու գործունեությունը սկիզբ է առնում 1677 թվականին Էջմիածնում գումարված գաղտնի ժողովի ժամանակ։ Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու ղեկավարած ժողովում քննարկվում էին Հայաստանի ազատագրության, հայ եւ կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերությունների հարցերը։ Վճռվում է Հռոմի պապին հնազանդություն հայտնել, խնդրելով, որ նա բանակցություններ վարի արևմուտքի հզոր տերությունների հետ։ Ժողովը որոշեց նախորդ ժողովները ավելի նույնպես նույն բանն էին որոշել, այլ առիթներով պատվիրակություն ուղարկել Եվրոպա։ Մի հին լեգենդ կար, որի համաձայն հաջորդի ազատագրությունը պիտի գա արևմուտքից։ Մի հզոր թագավոր արևմտյան պիտի ձեռքը վերցնի Հայաստանի ազատագրության գործը, պիտի արշավի եւ իսեր քրիստոնեության ազատի հայերին վերականգնի հայկական պետականությունը։ Եվ մեր ազատագրական շարժման գործիչները արդեն որ երրորդ դարը, որ երրորդ սերունդը գնում են այդ երազի հետևից, գնում են փնտրելու եւ հաճախ հասցեները փոխում էին, որովհետեւ մի սերունդ եթե իր հույսը կապում էր Վենետիկի հետ, ապա մյուս սերունդը կտրելով հույսը Վենետիկից, այն պիտի կապի Փարիզի հետ, այն պիտի կապի այլ մի երկրի հետ։ Ահա Հակոբ IV Ջուղայեցու պատվիրակությունը մեկնելու էր Հռոմ, Հռոմի պապի հետ բանակցություններ վարելու Հայաստանի ազատագրության հարցի շուրջ։ Նույն տարվա վերջին հայկական պատվիրակությունը, որի կազմում էր օրու հայրը, Մելիք Իսրայելը, կաթողիկոսի գլխավորությամբ ժամանում է պոլիս եւ հանդիպումներ ունենում արևմտահայ նշանավոր հասարակական գործիչների հետ։ Ցավոք, Հակոբ IV կաթողիկոսյան սպասելի մահվան պատճառով պատվիրակության գործունեությունն ընդհատվում է։ Պատվիրակության անդամները ստիպված են լինում վերադառնալ, եւ նրանցից միայն մեկը, երիտասարդ Իսրայել օրին, շարունակում է իր ճանապարհը դեպի Եվրոպա։ Մելիք Իսրայելը, որը իր հետ վերցել էր նաև պատանի որդուն, Օրոն, Եվրոպայում կրթություն տալու նպատակով, երևի դա շատ բնական է, 16-17 տարեկան տղայի աշխարհը ցույց տալու, իր մոտ բարեկամներից մեկին խնդրեց որդուն ուղեկցել Եվրոպա եւ օրին արդեն 1680 թվականին ճիշտ 20 տարեկան է ինքը, երբ մեկնում է Եվրոպա եւ գնում է Վենետիկ։ Նա ճանապարհ է ընկնում, ունենալով միայն ուղևորության անցաթուղթ, եւ տարօրինակ չէ, որ եվրոպական լեզուներին անծանոթ երիտասարդ բանագնացի առջև օտար պալատների դռները փակ էին։ Օրին մեկնում է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա։ Սկզբնական շրջանում զբաղվում է առևտրով, այնուհետև անցնում զինվորական ծառայության, մասնակցում անգլիացիների դեմ ֆրանսիական բանակի 6 արշավանքի։ Ցուցաբերած խիզախության համար նա նախ արժանանում է հետևակի լեյտենանտի, ապա հեծելազորի կապիտանի կոչման։ Ֆրանս-անգլիական հերթական պատերազմի ժամանակ նա գերի է ընկնում։ Ազատվելով օրին բնակություն է հաստատում Պֆալցի իշխանապետության մայրաքաղաք Դյուսելդորֆում։ Նա ծառայության է անցնում Եվրոպայում ազդեցիկ համարվող Պֆալցի Կուրֆյուրստի կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ որպես Հայդելբերգ եւ Մանհայմ քաղաքների մատակարարման հանձնակատար։ Պիտի ասել, որ այդ ժամանակ կար գերմանական մեծ եւ փոքր 300-ից ավելի պետություններ։
Սակայն այդ 3 հարաբերությունների մեջ կային 4 պետություններ, որոնցից մեկը Ֆարսն էր, որը շատ արտակարգ արտոնություններ էր վայելում մնացած իշխանությունների նկատմամբ։ Ինչու՞։ Ավանդաբար այս երկրների, 4 երկրների իշխանները կոչվում էին Kurfürst, որը հայերեն թարգմանությամբ կնշանակի կայսրընտրիչ։ Գերմանիայում կայսրերը գահ են բարձրանում ոչ թե ժառանգաբար, այլ գահ են բարձրանում ընտրությամբ։ Հավաքվում են եւ որոշում են ով է լինելու հաջորդ կայսրը։ Կայսրը մահացավ, կեցե կայսրը։ Եվ այս կեցե կայսրը պիտի ընտրվեր։ Ահա, Ֆալսը, որ տարածքով փոքր էր, սակայն նշանակությամբ իր ազդեցությամբ շատ մեծ էր։ Օրին եկավ այս երկիր։ Արդյոք ինչ որ նկատառումներով դժվար է ասել, բայց հետագայում երբ որ մենք տեսնենք նա գործունեությունը, մեզ բերում են համոզման, որ օրին անպայման ունեցել էր սեփական նկատառումները հենց փոխված գալու համար։ 1698 թվականին օրին անձամբ հանդիպում է Վիլհելմին եւ ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիրը։ Այդ ժամանակ Ֆալցի իշխանապետությունը մասնակցում էր կենտրոնական Եվրոպայի տերությունների եւ Թուրքիայի միջև ընթացող պատերազմին։ Ուստի Վիլհելմը հակված էր համագործակցելու Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հետ եւ նրանց ռազմական ուժն օգտագործել պատերազմում։ Ահա թե ինչու էր օրին բանակցում Հովհան Վիլհելմի հետ, հավաստիացնելով նրան, որ եվրոպական երկրներին դաշնակից Հայաստանն ու Հարևան Վրաստանը կարելի է ազատագրել Իրանի եւ Թուրքիայի տիրապետությունից ռազմական ոչ մեծ օժանդակությամբ։ Ծրագրի համաձայն մոլերանտ կաթոլիկ Kurfürstը պետք է բազմեր հայկական գահին, իսկ հայ ժողովուրդը հանուն ազատությանը պատակվեր կաթոլիկ եկեղեցուն։ Որպեսզի ագրգռեր Հովհան Վիլհելմին Հայաստանի հարցում, որին շատ դեպքում չափազանցեցված արդեն խնդիրներ, պլաններ, այլ կերպ ասած տվյալներ ներկայացրեց նրան Հայաստանի հանքային հարստությունների մասին, զինված ուժերի մասին, նշել է, որ մինիմում 100,000 զինված ուժեր Հայաստանը կարող է հանել պարսկական տիրապետության դեմ, իսկ հարստությունը անսահման է նրա հանքավայրից սկսած եւ նաեւ տեղական արտադրության, տնտեսության զարգացման թվական տվյալներ բերեց Հովհան Վիլհելմին շահագրգռելու նպատակադրումով։ Վիլհելմը համաձայնվում է պայմանով, որ օրին կմեկնի Հայաստան եւ կբերի քաղաքական եւ հոգեվոր ղեկավար շրջանակների պաշտոնական դիմում խնդրանքը։ 1699 թվականին Իսրայել օրին ժամանում է Հայաստան, որպեսզի Ֆալցի Kurfürstի նամակները հանձնի վրաց թագավորին, Գանձասարի եւ Էջմիածնի կաթողիկոսներին։ Սակայն շուտով նա գլխի է ընկնում, որ հոգեվոր առաջնորդները չեն խրախուսում ազատագրության գաղափարը եւ նրանց հետ անհնար է խոսել ազգի կաթոլիկացման մասին։ Օրին լինում է նաեւ իր ծննդավայր Սյունիքում, որտեղ պարսիկների վերահսկողությունը ավելի թույլ էր։ Ինչպես գիտեք, այդ ժամանակ Արևելյան Հայաստանում միայն Սյունիքում, Արցախում եւ որոշակային նաեւ Գեղարքունիքում, այսինքն Հայաստանի լեռնային շրջաններում էր պահպանվել հայկական իշխանությունների մնացորդները եւ այդ տարածքների մեջ Արցախի մելիքությունները բավականին ավելի հզոր էին եւ այդ մասին վկայում են ոչ միայն հայկական, այլ նաեւ օտարերկրյա սկզբնաղբյուրները եւ դրանից առաջ նույնիսկ 16-րդ դարի մի հիշատակարան կա, որ ասենք հայկական այդ Արցախի իշխանությունները, Արցախի ֆեոդալները դա մեծ պարծանքն են, այսպես հիշատակարանում մասնավորապես 1532 թվականի մի հիշատակարանում այդպես նկարագրվում է եւ պատահական չէ, որ հայ ազգային ազատագրական շարժման գործիչը իր մեծ ուշադրություն է դարձրել Արցախի մելիքներին եւ նաեւ ասեմ, որ նրա ռուսական այդ կողմնորոշման որդեգրումը նաեւ որդեգրումից հետո էլ նա միջապես ուշադրությունը սևեռեց Սյունիքի եւ Արցախի վրա։ 1699 թվականի ապրիլին Անգեղակոտ գյուղի մելիքական ապարանքի տարածքում Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունենում հայ մելիքների ժողովը։ Օրին ներկայացնում է Հովհան Վիլհելմի օգնությամբ Հայաստան ազատագրելու ծրագիրը։ Մելիքները համաձայնում են օգնության դիմաց Ֆալցի Kurfürstին ճանաչել հայոց թագավոր։ Նրանք նամակներ են գրում եվրոպական տիրակալներին եւ Հռոմի պապին։ Անգեղակոթի ժողովը կարևոր է նրանով, որ խնդրագիր ուղարկվեց նաեւ ռուսաց Պետրոս առաջին ցարին։
Ի վերջո որոշվեց հետևյալը, դիմումներ գրել Պապին, դիմումներ գրել Քյուրֆուրստին, եվրոպական այլ միապետների, որով նրանք խնդրում էին իրենց օգնություն ցույց տալ եւ բնականաբար ամենանուրբ հարցը ստեղ էր դավանանքի հարցը։ Կաթոլիկ Եվրոպան էր օգնում։ Ինքը Քյուրֆուրստը կաթոլիկ էր, դավանանքի հարցում հայերը պատրաստական էին հանուն ազատագրության զիջել իրենց դավանանքը։ Իհարկե սա շատ ծանր հարց էր, սակայն պետք է որոշել ինքնությունը, հավատը, դավանանքը եւ ազատագրությունը։ Իհարկե հենց այստեղ է, որ նրանք ընդգծում են ռազմական ուժի դերը կարևորություն առաջին անգամ արդեն այդքան հիասթափությունից հետո հայերը մտածում են սեփական զինված ուժերով Հայաստանը ազատագրելու մասին, նրանք առաջարկում են Պֆալցի Քյուրֆուրստին իրենց սեփական ռազմական ուժերը տրամադրել եւ իրենց ուժերով ազատագրել, ուղղակի հովանավոր որպես ստանալ այդ երկրների աջակցություն։ Իմենչայլոց դրանից հետո հենց այստեղ է, որ նրանք համաձայնվում են Իսրայել օրում տալ նաև չգրված թղթեր, բայց ստորագրությամբ եւ կնինքով, այսինքն Իսրայել օրին դա կարող էր օգտագործել ցանկացած արքունիքի հետ հարաբերություններում կամ դիվանագիտական որևէ առաքելության ժամանակ, սա վստահության արգասիկ էր։ Մինաս վարդապետ Տիգրանյանին որպես օգնական վերցնելով Օրին 1699 թվականին վերադառնում է Դյուսելդորֆ։ Մինչ Քուրֆյուրստին հանդիպելը, Օրին եւ Մինաս վարդապետը կազմում են Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու ծրագիր։ Ըստ դրա, Հայաստանը պետք է ազատագրվեր Եվրոպայում կազմավորված բանակի միջոցով։ Պետք է ստեղծվեր եռյակ միություն Ավստրիայի կայսեր Լեոպոլդ առաջինի, Հովանդ Վիլհելմի եւ Տոսկանայի դուքս Կոզմաս III մասնակցությամբ։ Սատար պետք է կանգներ նաեւ Հռոմի Պապը, որին հայ իշխանները խոստանում էին կաթոլիկություն ընդունել։ Եռյակի բանակը պետք է անցներ Ռուսաստանի տարածքով, որն Ավստրիայի հետ ընդգրկված էր հակաթուրքական կոալիցիայի մեջ, ապա Կասպից ծովի վրայով մտներ Անդրկովկաս, որտեղ նրանց էին միանալու ապստամբած հայերն ու վրացիները։ Նախատեսվում էր 20-25 օրում ազատագրել ամբողջ Արևելյան Հայաստանը, քանի որ թուլացած Իրանը չէր կարողանա դիմադրել այդ ուժերին, ապա պետք է ազատագրվեր նաև Արևմտյան Հայաստանը։ Հետաքրքիր էր, որ հենց այս ծրագիրը առաջին քաղաքական ծրագրային փաստաթուղթն է, որտեղ նշվում է կոնկրետ այդ համատեղ ուժերի դաշնակիցների զորքի քանակը, նշվում է նաև մինչև 20-25 հազարանոց զորքի մասին է օրին տեղեկացնում, նշում թե ինչ ուղիով այդ զորքը պետք է շարժվի Անդրկովկաս, որ նրանք կարող են անցնել Լեհաստանով եւ Ռուսաստանի վրայով, ռուսական ռազմական նավերի օգնությամբ արդեն պետք է հասնեն Պարսկաստանի սահմանագլխին, իսկ այստեղ որոշակի ուրեմն դերակատարում է տալիս հայկական եւ վրացական ուժերին, ընդ որում Ռուսաստանը արդեն հյուսիսից պետք է մտներ Վրաստան ազատագրել Վրաստանը, իսկ Հայաստանը պետք է ազատագրեց հայկական 100 հազարանոց զորաբանակը եւ ծախսերը պետք է ամբողջ բանակային իրականացներ հենց հայկական Հայաստանը, Հայաստանը իր միջոցներով եւ փոխադրամիջոցներով եւ ծախսերով եւ այլն։ Եվ այստեղ խնդիր է դրվում նաև արևմտյան հայության օգնությունը, 80 հազարանոց արևմտահայերի օգնությունը համատեղ ուժերով Հայաստանը ազատագրելու խնդրում։ Նա խնդիր է դնում ազատագրել Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը, այդ թվում Արցախը, Գանձակի այդ հատվածով ամբողջովին, Լոռին, Արարատյան դաշտը եւ Երևանը գրող պետք է կազմակերպվեր Երևանի վրա, այն գրավելուց ազատագրելուց հետո Հովան Վիլյամին պետք է դառնար հայոց թագավոր նաեւ։ Ըստ օրու արշավանքը սկսվելու էր Շամախու գրավմամբ, ինչից հետո բանակը բաժանվելու էր 4 զորագնդի, որոնցից առաջինը արշավելու էր Գանձակի, պարսկական խանի նստավայրի վրա։ Երկրորդ զորախումբը շարժվելու էր Լոռու ուղղությամբ, երրորդ զորախումբը Ղափանի, չորրորդն էլ արշավելու էր Նախիջևանի վրա։ Այդուհետ միավորված բանակը պետք է ազատեր Երևանը եւ շարժվեր դեպի Թավրիզ։ Քուրֆյուրստին ներկայացրած
զեկուցագրում նշում է հենց այն, ուրեմն թեև ինքը նշում է, որ հայերը պատրաստ են մինչև 100,000 զորք դուրս բերել, սակայն Երևանի գրավման ժամանակ ինքը խոսում է 5,000-ի մասին, եւ այդ 5,000-ը ըստ ուսումնասիրողների հենց Արցախի միլիկների զինական ուժերն էին, որը հստակ կար եւ այն ժամանակ, ասենք փաստորեն հայկական եզակի տարածքներ, որը ուներ պետականություն, իդեպս մելիքություններ եւ մելիքները ունեին կանոնավոր զորք։ Ստանալով Հովհան Վիլհելմի հավանությունը, որին նրա առաջարկով ճանապարհվում է Տոսկանա, Ավստրիա, Հռոմ, Ռուսաստան, առաջիկա արշավանքի կազմակերպմանը վերաբերող բանակցություններ վարելու համար։ Հայ բանագնացին հաջողվում է ստանալ Կոզմաս III եւ Մեդիչի պապի համաձայնությունը, իսկ Լեոպոլդ առաջին կայսրը մերժում է, քանի որ Ավստրիան պայմանավորվածություն ուներ ու հարաբերություններ էր հաստատել Թուրքիայի հետ։ Այդպիսով խափանվում է Եռյակ դաշինքի ստեղծումը եւ Օրուփվալցյան ծրագիրը, որը պետք է ազատագրեր Արևելահայաստանն ու հայ ժողովրդին։ Այն դառնում է ազատագրական պայքարի ճիրականացված երազանքներից մեկը։ Որին մշակել է ծրագիր եւ անգամ մարշրուտն է նշել, այսպես Ավստրիայի վրայով Բոհեմիա, Չեխիայի տարածքով Լեհաստան, Լեհաստանի տարածքով Ռուսիա, Ռուսիայի այդ տարածքով երկար ժամանակ անցներ այդ ազատագրական բանակը, հասներ Աստրախան, Աստրախանից պիտի իջներ դեպի հարավ, գնար դեպի Հայաստան։ Հասկանում եք, առաջին հարցը, որ ծագում է, Ռուսաստանը պիտի թույլ տար, որ այդ բանակը անցներ իր տարածքով։ Ենթադրել էր, որ պիտի թույլ տար, քանի որ Ռուսաստանը կարող էր շահագրգռված լինել, իսկ Թուրքիան բոլորի թշնամին էր, այդ թվում նաև հատկապես Ռուսաստանը կտրված է Սևծովից, բոլոր ափերը պատկանում են Թուրքիային, եւ այսպիսի մի արշավանք կարող էր նա շահագրգռել։ Բայց տեսականորեն, իսկ պրակտիկայում ինչպես էր դա տեղի ունենալու։ Հայ ժողովուրդը անմիջապես ոտքեր բարձրանալու, ապստամբություններ բարձրացնելու, ֆանտաստիկ թվեր է բերվում, ապստամբները 100,000-ից 120,000-ից բանակ, որը իհարկե հնարավոր չի։ Երևում է, որ օրին ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա եվրոպական իր պարտներներին, իր ընկերներին, իր բարեկամներին, որ շատ հեշտ է լինելու։ Պարսկաստանը չունի շատ մեծ զինված ուժեր եւ հնարավոր է ազատագրելու։ Իսկ Թուրքիայի հարցը, ինչպես է, չէ՞ որ Թուրքիան չէր կարող անտարբեր դիտել իր սահմանների մոտ ունեցող իրադարձություններին։ Մանավանդ որ ինքը եւս շատ մեծ հավանականություն էր տեսնում այս տարածքները իր կողմից գրավելու։ Բայց այդ բոլորը չեղավ այն պատճառով, որ Ավստրիան դուրս գալով պատերազմից եւ Թուրքիայի հետ կնքելով իրեն համար շահավետ պայմանագիր, ինքը չէր մասնակցելու պատերազմին։ Իսկ քանի որ ինքը չէր մասնակցելու, այսպիսի արշավանք տեղի չէր կարող ունենալ, որտեղ ոչ Տոսկանան, ոչ Պֆալցը ունեն զինված այնպիսի ուժեր, որ կարողանան օգտակար լինել։ Լեոպոլդ կայսրը հրաժարվելով օգնել, որում խորհուրդ է տալիս դիմել Ռուսաստանի ցարին։ Այդպիսով սկսվում է նրա գործունեության հաջորդ փուլը։ 1701 թվին օրին իր ուղեկից Մինաս վարդապետի երկու քարտուղարների եւ թարգմանչի հետ ժամանում է Մոսկվա։ Նա իր հետ էր բերել Պֆալցի քուրֆյուրստի գրությունը Պետրոս առաջինին։ Եթե ձերդ մեծությունը հայրը այս խնդրանքն իրագործելի համարի, մենք օգնություն կցուցաբերենք մեր եւ մեր դաշնակիցների միջոցով։ Բայց Պետրոսին հետաքրում է մի հարց, որի գեղեցիկ խոսքերը Ռուսաստանի թագավորից օգնություն սպասելով վերաբերյալ արդյոք իր սեփական միայն խոսքերն են, թե հայերի, ընդհանրապես հայերը ցանկանում են, որին պիտի նամակ գրեր իր երեկվա ժողովի մասնակից բարեկամներին խնդրելով նրանցից դիմումներ ուղղված Պետրոս թագավորին։ Բայց արեք տեսեք, որ Հայաստանում շատ անակնկալի եկան այս փոփոխության վերաբերյալ։ Նրանք Ռուսաստանի մասին երբեք չեն էլ մտածում եւ պիտի ենթադրենք, որ այդքան էլ մեծ համարում չունեին։ Այդպիսի դիմում չեկավ։ Դիմումը քանի որ չեկավ, որին կանես փաստի արժե, որ ինքը սուտ է խոսել։ Իրեն դոկումենտալ փաստաթուղթ է պետք, որ ներկայացվի թագավորին։ Ահա այստեղ օգնության հասավ այն նշանավոր սպիտակ թղթերը։ Նստած Մոսկվայում
մի հայ մարդու տանը, Միրոն Վասիլևի տանը, Տիգրանյանը եւ Օրին հորինեցին բռնստով հայ ժողովրդի դիմումը, հայ մերիկների դիմումը մեծ թագավորին։ Մեր ժողովրդի մեջ շատ հին մի մարգարեություն կա, որ պիտի հյուսիսի թագավորական ընտանիքից դուրս կա մեկը մի հզոր միապետ ավելի մեծ քան ինք Ալեքսանդր Մակեդոնացին է եւ պիտի գա եւ ազատագրի մեր ժողովրդին։ Ահա եկել է ժամանակը եւ մենք սպասում ենք ձեր ազատագրական միսիային, այնպես ինչպես հավատացյալները սպասում են մեսիային։ Եվ հիանալի տպավորություն թողեց այդ բոլորը։ Պետրոս առաջինը միանգամից հետաքրքրվում է օրու առաքելությամբ, ով կարճ ժամանակում մշակում եւ ցարական արքունիք է ներկայացնում Հայաստանի ազատագրության 18 կետից բաղկացած նոր ծրագիրը։ Այն պատմության մեջ հայտնի է Մոսկովյան ծրագիր անվանումով։ Համաձայն այդ ծրագրի ցարը տրամադրելու էր 25000 մարդ, 15000 հետյալ եւ 10000 հետևակ զորք, բաղկացած պարսկական սահմանագծի կազակներից եւ չերքեզներից։ Բանակի մի մասը ցամաքային ճանապարհով էր շարժվելու, մյուսը Կասպից ծովով։ Օրին նախատեսում էր Շամախիում 10,000-անոց հայկական զորամասի միացումը։ Այնուհետ ռուսական բանակը սրընթաց երթով շարժվելու էր 4 ուղղությունով՝ Գանձակ, Լոռի, Կապան եւ Նախիջևան։ Նախիջևանում ռուսական զորքին միանալու էին հայկական ապստամբ ուժերը, շուրջ 100,000 զինվոր։ Միացյալ բանակը պետք է լուծեր Հայաստանի ազատագրման խնդիրը եւ վերականգներ հայոց պետականությունը, ազատագրելով Երևանը։ Ի տարբերություն նախորդի, Մոսկովյան ծրագրում օրին չի անդրադարձել հայ ժողովրդի դավանափոխության, կաթոլիկություն ընդունելու հարցին։ Ի դեպ, Վրաստանը նույնպես դիտարկված էր որպես Հայաստանի հնարավոր դաշնակից։ Նա առաջարկում էր Արչիլ թագավորի հետ վրաց տեսակցություններ ունեցել, Վրաստանի նաև օգնությունը հայ-վրացական միացյալ ուժերով Վրաստան նույնպես պետք է ապստամբեր Հայաստանի հետ միասին եւ համատեղ ուժերով նրանք պետք է ազատագրեին Հայաստանը, ընդ որում նախատեսվում էր Գանձակ, Լոռի դեպի ուրեմն Ղափան, Նախճեվան ուղղությամբ ազատագրումը, Նախճեվանից արդեն ազատագրված բանակը ազատագրումից հետո պետք է մտնեին Երևան եւ համատեղ ուժերով ազատագրվեր Երևանը։ Մոսկովյան այս ծրագիրը ել ավելի իրատեսական էր եւ ռեալ եւ ժամանակի պայմանները ամբողջը հաշվի առնող։ Հետագայում իհարկե Իսրայել օրին համոզվեց, որ Պետրոս առաջին նպատակադրված էր ազատագրելու նաև հարավային Կովկասի շրջանը իր Ռուսաստանի խաղաղական շահերից ելնելով, ամրապնդելով Կասպիական ափում, բայց պատահական չի, որ նա այս համոզմունքը մինչև վերջ տարավ։ Պետրոս առաջինը հավանություն է տալիս ծրագրին, բայց քանի որ Ռուսաստանը զբաղված էր շվեդների դեմ պատերազմով, ցարը օրուն առաջարկում է վերստին Կուրֆյուրստից օգնություն խնդրել, իսկ Իրանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոսը որոշում է դեսպանություն ուղարկել, որի ղեկավար է նշանակում Իսրայել օրուն, նրան շնորհելով գնդապետի աստիճան։ Սակայն դեսպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու եւ Լեոպոլդ Կայսեր ու Պֆալցի Կուրֆյուրստի հանձնարարությունները վերջնականապես պարզելու նպատակով օրին նախ մեկնում է Եվրոպա։ 1704 թվականին նա ուղևորվում է Դյուսելդորֆ։ Հովհան Վիլհելմի միջոցով ձեռք է բերում մի պաշտպանություն քրիստոնյաների Հռոմի պապի նամակ ուղղված Պարսից շահին։ Կաթոլիկ աշխարհի առաջնորդը խնդրում էր շահին ընդունել եւ լսել Իսրայել օրուն մարդկային խորը արժանինքներով, անկեղծությամբ, խոհեմությամբ, բարությամբ աչքի ընկնող հային։ Պապը գանգատվում է Պարսկաստանում բնակվող քրիստոնյա բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունքից։ 1706 թվականին վերադառնալով Մոսկվա, օրին ստանում է նաև Պետրոս Մեծի համանման դիմումը։ Այդ պարսկական դեսպանության գաղափարը ինքնին դա սուսկ դեսպանություն չէր, ինչ որ Պետրոս առաջինի կամ Հռոմի պապի ինչ որ ասենք պատգամախոսությունները ուղղված Հուսեին շահին, այլ իրավիճակին ծանոթանալով, թե ինչպիսի հետո տրամադրությունները այս կովկասյան ժողովուրդների, հատկապես հայերի եւ վրացիների այդ տրամադրությունները դեպի Ռուսաստանը, այսինքն այն ուներ այսօրվա հետախուզական նշանակություն եւ պատահական չէ, որ օրու մահից հետո հենց օրու Պետրոս առաջինը անդրադարձավ այդ գաղափարին եւ օրու գործունեությունը հետագայում ռուսական իշխանությունները բավականին լավ օգտագործեցին, մասնավորապես
դա վերաբերում էր հետագայում արդեն Արտեմի Վոլինսկու, հենց Մինաս Վարդապետ օրը օգնականի եւ քարտուղարի Մինաս Վարդապետ Տիգրանյանցի նորից պատվիրակությունը, որը ուղարկվեց այսօր Կովկաս, դա հենց դա է վկայում, որ օրին բավականին շատ մեծ գործունեություն էր ծավալում եւ հենց այդ հետքերով հետո ռուսական իշխանությունները ուղարկեցին հետագա պատվիրակությունները։ 1707 թվականի հունիսին դեսպանությունը ուղևորվում է Պարսկաստան։ Շքախմբով եւ ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայելորին 1708 թվականի սկզբին մուտք է գոցում պարսկական պետության սահմանները։ Հայ դեսպանին սակայն Պարսկաստանում գործող եվրոպական երկրների դիվանագետները եւ նրանց հետ գործակցող կաթոլիկ միսիոներները անբարյաց կամ են ընդունում։ Քանի որ օրու դեսպանությունը փաստորեն ճանապարհ էր հարթում դեպի Անդրկովկաս Ռուսաստանի առաջխաղացման համար։ Ի վերջո Իսրայելորին հանդիպում է Պարսիչայի հետ եւ հանձնում Պետրոս առաջինի նամակը ու ստանում պատասխանը։ Քրիստոնյա ժողովուրդներին վերաբերող մտահոգություններին շահը պատասխանում է. անհաստատ եւ քմահաճ են եղել, եւ նման անհնազանդության համար սահմանված է նրանց պատիժ, ինչպես բոլոր պետություններում է արվում։ Սակայն ձերդ մեծության սիրալիր գրությունը նկատի ունենալով, մենք վեհանձնաբար ներում ենք հիշյալ ժողովուրդների բոլոր արարքներն ու մեղքերը։ Իրանական առաքելությունը դառնում է Իսրայել օրու գործունեության եզրափակիչ փուլը։ Ավարտելով դեսպանական առաքելությունը 1709 թվականի օգոստոսին օրին Սպահանից հետ է վերադառնում։ 2 տարին մնում է Անդրկովկասում եւ շարունակում եռանդուն ջանքեր գործադրել հայ քաղաքական ուժերին համախմբելու, նրանց դեպի Ռուսաստան կողմնորոշելու ուղղությամբ։ Տարնակ կարող է թվալ այն հանգամանքը, որ վերադառնալու փոխարեն նա եւս 2 տարի մնաց Անդրկովկասում։ Արդյոք կատարում էր կառավարության հանձնարարությունը, արդյոք ինքը ուներ իր նկատառումները, բայց այն փոքրիկ գրառումները, որ պահպանվել են եւ Մինաս Տիգրանյանը հետագայում իր զեկուցագրերում նշում է, նա շատ լայն գործունեություն ծավալեց Անդրկովկասում, հանդիպելով մերիկների հետ, Գանձասարի կաթողիկոսի, մեկ անգամ եւս եկավ Էջմիածին, դարձյալ ապարդյուն, Էջմիածինը չէր խրախուսում, ազատագրական որևէ ճիգ ձգտում, անգամ եղավ Ղարաբաղում, մի խոսքով ամեն ինչից երևում է, որ լայն գործունեություն է ծավալել հայերին դեպի Ռուսաստանը կողմնորոշելու, որը բնականաբար չափազանց բարդ հարց էր։ Օրուն է միանում նրա գաղափարներով խանդավառված Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը։ Ուստի Ռուսաստան վերադառնալու ժամանակ Գանձասարի կաթողիկոսը միանում է նրան։ Սակայն Աստրախանում 1711 թվականին օգոստոս ամսվա սկզբին Իսրայել օրին անսպասելի մահանում է։ Շատ մութ պայմաններում պետք է ասել, օրին կնքեց իր մահականացում։ Հետաքրքիր է, դրա վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ, ես չեմ ուզում խորանալ այդ հարցերի հետ կապված, մի մասը գտնում եմ, որ թունավորել են օրուն եւ այդ թունավորման հիմնական պատճառ ռուսական տեղական իշխանություններն էին, մի մասը գտնում է, որ դրսից ուժեր կային, որոնք հատկապես պարսկական ուժերը, որոնք իմանալով օրուն նպատակադրումների մասին փորձ են արել կազմակերպել այդ թունավորումը, բայց վարկած ավելի շատ ռուսական տեղական իշխանությունների վրա են գնում Իսրայել օրու մահվան հետ կապված։ Տարբեր ասեկոսների, տարբեր պատմությունների առիթ հանդիսացավ նրա մահը, ովքեր նրան կցանկանան, որ մահանար։ Ֆրանսիացիները, որ այնքան նրան վատաբանել էին պարսկական արքունիքում, իրենք հայերը, բայց որ հայերը, ռուսական իշխանությունները, վերջին կասկածը ընկնում է ռուսական տեղական իշխանությունների վրա։ Եվ վերջապես կա նաև մի հանգամանք, որ նա կարող էր մահանալ ճիշտ է անկասակից, սակայն ինչ-որ հիվանդությունից։ Առ այսօր որևէ ձևով այդ վարկածներից մեկը չի հիմնավորված եւ պաշտոնական վերսա չի համարվում։ Համաձայն ռուսական պաշտոնական գրությունների
Օրու թաղումը տեղի է ունեցել Աստրախանի հայ եկեղեցու բակում, Լուսավորչադավան եկեղեցու ծեսով։ Նրա մահվանից հետո Եսայի կաթողիկոսը վշտացած պատահած դժբախտությունից չի շարունակում իր ճանապարհը եւ վերադառնում է Արցախ։ Հայոց պատմության ազդագրական շարժման մեջ օրին մնաց իբրև ազդագրական պայքարի ռավիրա, նշանավոր անձնավորություն, որը առաջին անգամ մշակեց ազդագրական պայքարի որոշակի ծրագրեր, Հանձինես Պֆալցյան եւ Մոսկովյան ծրագրերի եւ այն հայրենադվեր գործիչը, որին անմնացորդ նվիրեց հայոց ազդագրական պայքարին։ Իբրև լեգենդ հետագա սերունդների մեջ նաեւ օրին մնաց ազդագրական պայքարի մինչև վերջ նվիրյալ գործիչ։ Շատերը փորձում են վերջին շրջանում մեղադրել օրուն, թե հայ ժողովրդի հույսերը, հայ ժողովրդի կողմնորոշումը դեպի Ռուսաստան օրին սկսեց եւ դա սխալ էր։ Գիտեք, դա դել ինչ-որ քաղաքական խնդիրներից ելնելով օրու առաքելության վերաբերյալ անշնորհակալ գործ է։ Այն պատմական ժամանակներում դա միակ ճիշտ ելքն էր Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելը։ Այլ բան է, թե որքան անկեղծ է Ռուսաստանը, ինքը Պետրոսը իր ձգտումներում կամ իր խնդիրներում։ Պետրոսը, եթե անգամ ստացվեր Հայաստանի ազատագրությունը, կստեղծեր ազատ Հայաստան, պետականությունը կվերականգներ, ինչպես օրիներ երազում։ Դժվար է ասել, բայց չի կարելի մեղադրել օրոն, որը ցանկանում էր օգտագործելով ռուսական հնարավորությունները հասնել Հայաստանի ազատագրությանը։ Ու կարծում եմ, թե օրի անունը միշտ կմնա Հայաստանի ազատագրության համար պայքարած եւ այդ պայքարի արյունոտ ճանապարհին ընկած շատ շատերի անվան հետ։ Անգնահատելի է Իսրայել օրու ներդրումը Հայաստանի ազատագրության հարցը գործնական հողի վրա դնելու գործում։ Արդեն 2 դար էր, որ հայ հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները հայացքները հարել էին Եվրոպային ու հայ ժողովրդի ազատագրության խնդրագրեր էին տանում տարբեր ուղղություններով։ Իսրայել օրին ի վերջո հանգեց այն համոզմանը, որ Արևելը Հայաստանը պարսկական լծից կարելի է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ, երբ նրա շահը կթելադրի դա։ Ի տարբերություն իր նախորդների, օրին կազմում էր կոնկրետ ծրագրեր, որտեղ իրավացիորեն գլխավորը զինված պայքարի միջոցով ազատության հասնելու գիտակցումն էր։ Թեև Իսրայել օրին չկարողացավ իրագործել այդ ծրագրերը, այնուհանդերձ նրա ցանած ազատության սերմերը պտղաբերեցին եւ Հայաստանն ի վերջո վերագտավ իր ազատությունը։